Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես նկատել եք մեր վերջին հաղորդաշարերի ընթացքում պարբերաբար անդրադառնում ենք տղամարդու առողջությանը։ Նկատվում է, որ տղամարդու առողջության վրա իրականում քրոնիկ սթրեսները, հոգնածությունը, մշտական ակտիվությունները կարող են մեծապես ազդել եւ շատ առողջության հետ կապված խնդիրներ կարող են դրսևորվել ոչ միայն տարեցհասակում, այլ նույնիսկ հանդիպել երիտասարդների մոտ։ Այսօր կպարզենք պատճառը, կպարզենք ինչպիսին է գրավականը տղամարդու առողջության եւ ինչն է կարեւոր բաց չթողնել մեր հյուրի հետ։ Իմ այսօրվա հյուրն է Ուրոմեդ կլինիկայի հիմնադիր տնօրեն, Իզմիրլյան բժշկական կենտրոնի բժիշկ ուրոլոգ անդրոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիա եւ անդրոլոգիա ամբիոնի ասիստենտ Արթուր Քոչարյանը։ Ողջույն բժիշկ Քոչարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել այսօր մեզ մոտ գտնվելու։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Եկեք նախ խոսենք այն մասին, արդյոք այդ համոզմունքը ճիշտ է, որ ժամանակակից տղամարդը ավելի արագ է ծերանում։ Այո, եթե համառոտ պատասխանեմ, ապա ժամանակակից տղամարդը ֆիզիոլոգիապես եւ հորմոնալ առումով ավելի շուտ է ծերանում։ Թեև բժշկության զարգացվածության շնորհիվ կյանքի տևողությունը երկարել է, բայց առողջ կյանքի տևողությունը գնալով կարճանում է։ Պատճառներն են միջավայրը, չբալանսավորված սնունդը, սթրեսը, որոնց մակարդակը ռադիկալ կերպով փոխվել են։ Արդյունքում մետաբոլիկ համախտանիշը, քրոնիկ հիվանդությունները, հորմոնալ տարբեր խանգարումները երիտասարդացել են։ Արդյոք այսպիսի միտում կա, որ երիտասարդ տղամարդկանց մոտ շատ հաճախ նվազում է տեստոստերոնը, արդյոք դա ճիշտ է եւ ինչով է դա պայմանավորված։ Դա ճիշտ է եւ արդեն գիտականորեն հաստատված փաստ է, որ սկսած 1980-ական թվականներից յուրաքանչյուր տարի համաշխարհային մակարդակով տեստոստերոնի մակարդակը նվազում է տարեկան մոտ 1%-ով։ Որպեսզի ավելի պարզ պատկերացնենք, այսօրվա 30 տարեկան տղամարդու մոտ կա տեստոստերոնի ավելի ցածր մակարդակ, այսինքն հորմոնալ առումով ինքը ավելի ծեր է, քան իր հայրը 30 տարեկան հասակում։ Եվ դրան նպաստող հիմնական գործոններն են ճարպակալումը, հավելյալ ճարպի արկայությունը, որը տղամարդու սեռական հորմոնները վերափոխում է կանացի հորմոնների, էստրոգենների, նստակյաց ապրելակերպը եւ ինչպես նշեցի, քրոնիկ սթրեսի բարձր մակարդակ։ Շատ լավ, իրականում այո, տխուր ստատիստիկա է, որ դա շարունակաբար է փաստորեն այդ միտումը գնում, իսկ հետաքրքիր է հիմա մեր հեռուստադիտողներից շատ երիտասարդներ, ովքեր սպորտային են, ակտիվ են, փորձում են ինչքան հնարավոր է առողջ ապրելակերպին հետևել, բայց միևնույն ժամանակ էլի ունեն տեստոստերոնի քանակի պակաս։ Ինչպես դա կբացատրեք։ Միշտ չէ, որ արտաքին լավ տեսքը, հաջողակ տղամարդ լինելը եւ տեստոստերոնի բարձր մակարդակը կամ հորմոնալ մակարդակը իրար հոմանիշներ են կամ համապատասխանում են։ Իրականում կա մյուս հակասությունը, որ չափից դուրս մարզումները, պարամունքները առանց օրգանիզմի լիարժեք վերականգնման կարող է բերել հենց տեստոստերոնի նվազման, որովհետև տեստոստերոնը սպառվում է արդեն մկանների վերականգնման վրա։ Եվ մյուս կողմից չափից դուրս պարամունքներն ու մարզումները նույնպես քրոնիկ սթրես են համարվում օրգանիզմի համար, որը բերում է մի այլ հորմոնի, սթրեսի հորմոնի կորտիզոլի արտադրության բարձրացմանը, որը իր հերթին ընկճում է տեստոստերոնի քանակությունը։ Բժիշկ Քոչարյան, շատ հետաքրքիր վարկածերի դեպ, որ փաստորեն այդ փոքրիկ միկրոտրավմաները, որ մարդը հասցնում է իրեն պարբերաբար ֆիզիկական գեր ծանրաբեռնվածությամբ, փաստորեն կարող է տեստոստերոնը նույնիսկ ծախսվել դրա վրա վերականգնման։ Այո, նորմայում չափավոր լարվածությունը, պարամունքները միշտ նպաստում է տեստոստերոնի արտադրության ուժեղացմանը, բայց չպետք է այդ մարզումները հասնեն այն մակարդակի, որ դառնա քրոնիկ սթրես օրգանիզմի համար։ Էլի պիտի ինչ-որ խելամտության սահմաններ պահպանվեն։ Իհարկե, պետք է լինի բալանսավորված նույնիսկ պարամունքները եւ մյուս կետը, որ նույնպես լինում է մարզումների հետևանքով կամ հաջողակ տղամարդկանց մոտ հաճախ թաքնված դեֆիցիտներն են։ Շատ կարևոր վիտամիններ ու միներալներ, ինչպես օրինակ D վիտամինը, մագնեզիում, ցինկ, որոնք անհրաժեշտ են հորմոնների արտադրության համար, այս տղամարդկանց մոտ լինում են կրիտիկական ցածր մակարդակի վրա։ Եվ միայն հնարավոր է հայտնաբերել անալիզներով, որովհետև իրանք արտաքին տեսքով լինում են իդեալական։ Այո, բայց ինչ որ կերպ եւ օրգանիզմը բողոք կներկայացնի վախտերով արդեն ավելի ուշ փուլեր եմ իհարկե։ Նշեցիք նաև գործոններից ստրեսը, որ մեծապես ազդում է տղամարդու առողջության վրա։ Արդյոք կա բացատրություն, մեխանիզմ, ինչպես կմեկնաբանեք, որ առօրյա ստրեսը, որ գրեթե անխուսափելի է, ինչպես է ազդում կամ անջատում տղամարդու օրգանիզմը։ Ես էլի բերեմ համեմատական նախնադարյան տղամարդու եւ ժամանակակից տղամարդու միջև
արդեն պայմանավորված իրենց տարած ստրեսի մակարդակով վագրի էֆեկտի օրինակով։ Ինչ է վագրի էֆեկտը։ Նախնադարյան տղամարդը ստրեսի ենթարկվում էր օրինակ վագրից փախչելուց կամ ասենք մամոնտ որսալուց, այդ ստրեսը տևում էր կարճ 10-15 րոպե, Գոյատևման պայքարի մասին, որից հետո ավարտվում էր մահով կամ հաղթանակով, պարտություն կամ հաղթանակ։ Ներկայիս տղամարդը իրական վագրից չի փախնում, բայց անընդհատ ենթարկվում է վիրտուալ վագրի հարձակման, դա մեր հեռախոսներն են ամենահասարակը, ստացած ինֆորմացիոն հոսքով, տարբեր բացասական լուրերով, վարկերի ծանոթություններով, տնօրենների կողմից նամակներով, աշխատանքային տարբեր խնդիրներով, որը անընդհատ ստացվում է 24/7 ռեժիմով պահում է տղամարդուն ստրեսի մեջ, եւ այդ քրոնիկ ստրեսը բերում է իհարկե արդեն շղթայական հորմոնալ շեղումների։ Կենսաբանորեն ոնց է դա բացատրվում։ Ինչպես նշեցի, ստրեսի հետևանքով մակերիկամներում արտադրվում է հատուկ հորմոն կորտիզոլը, որի հումքը խոլեստերինն է եւ այդ հումքը ծառայում է նաեւ տեստոստերոնի արտադրության համար։ Երբ որ մենք ունենք քրոնիկ ստրես, ունենք ստրեսի հորմոնի մեծ արտադրություն, որը գողանում է այսպես ասած հումքը տեստոստերոնից, արական սեռական հորմոնից, ուստի նրա արտադրությունը ընկճվում է, քչանում է, քանի որ չկա հումք արտադրության համար։ Այս մեխանիզմով է բացատրում, թե ինչպես քրոնիկ երկար ամիսներ, տարիներ տևող ստրեսի պայմաններում ունենում ենք հորմոնալ դիսբալանս։ Իրականում շատ հետաքրքիր է, Բժիշկ Քոչարյան, կարելի է հարցի շուրջ երևի թե շատ ծավալվել, բայց քանի որ մենք ունենք որոշակի ցանկ, որ մեր հեռուստադիտողներին շատ հուզում է, կփորձեմ այդ ցանկում որոշակիորեն սահմանափակվել։ Արդյոք նստակած կյանքը եւս ազդում է տղամարդու առողջության եւ ինչու ոչ հենց հորմոնալ ֆոնի վրա եւս։ Այո, իհարկե, նստակյաց կյանքը ունի բացասական ազդեցություն տղամարդու օրգանիզմի վրա եւ հորմոնալ առումով եւ հենց մեխանիկորեն։ Հատկապես օրական 6-ից 8 ժամ նստած վիճակը բերում է կոնքի օրգանների անօթավորման, նրանց արյունամատակարարման խանգարման։ Այսպես ասած, կանգային երևույթների իրենց հետևանքներով բորբոքային խնդիրներ, էրեկցիայի խնդիրներ, ամորձիների գերտաքացման կարող է բերել, դրա հետևանքով վերարտադրողական խնդիրներ կարող են առաջանալ, ինչպես նաև հորմոնալ շեղումներ։ Ինչ կասեք նաև վնասակար սովորությունների մասին, այս դեպքում ինչքանով է առհասարակ, եթե չծավալվենք էլի, օրինակ ծխախոտը, հիմա ժամանակակից այլ միջոցներ, վեյփեր եւ այլն արդյոք կարող են էլի տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա եւս հասնել։ Այո, իհարկե, եւ ծխախոտը եւ նրա բոլոր անալոգները ունեն իրենց բացասական ազդեցությունը եւ հորմոնալ եւ վերարտադրողական համակարգի վրա, հատկապես սպերմատոզոիդների որակի նրանց արտադրության, շարժողունակության քանակի վրա եւ չկա այնպիսի տեսակ, որ ասենք լրիվ անվնաս է սիգարետների կամ վեյփերի։ Շատ լավ։ Որոնք են այն առաջին նշանները, որ օրինակ տղամարդկանց մոտ սովորաբար օրգանիզմ սկսում է ի հայտ բերել, բայց հիմնականում անտեսվում են։ Կնշեմ հիմնականները առաջին նշաններից։ Առաջինը տղամարդկանց մոտ վաղ առավոտյան վաղորդյան էրեկցիայի բացակայությունն է։ Այն արդեն հուշում է, որ ունենք անոթային կամ հորմոնալ խնդիրներ։ Երկրորդը սնունդից հետո կայուն կերպով ամեն անգամ սնվելուց հետո անցողի քնկոտությունն է, որը կարող լինի որոշ դեպքերում իհարկե շատ ուտելու հետևանքով ճնշման անկման հետևանք, բայց ինքը շատ կարևոր ցուցիչ է նաև, որ հուշում է նախադիաբետի կամ ինսուլինակայունության վերաբերյալ։ Իսկ ինսուլինակայունության ունեցող մարդկանց մոտ հատուկ մեխանիզմով աշխատելով նաև սեռական հորմոնների տեստոստերոնի արտադրությունը ընկճվում է։ Եվ մյուս հուշող գործոնը ախտանիշ այսպես ասած, դա դյուրագրգիռ կամ առանց պատճառի տխուր վիճակներն են, երբ տղամարդկանց մոտ կա այսպիսի խանգարումներ, դա խոսում է տղամարդու մենոպաուզայի կամ անդրոպաուզայի սկսվելու մասին։ Այս հատկանիշների, այս ախտանիշների դեպքում պետք է տղամարդը մի քիչ ավելի զգոն լինի, ուշադիր լինի եւ դիմի ավելի խորացված հետազոտման պատճառը հասկանալու համար։ Այս շատերը հիմա կլսեն ու կզարմանան, մի քիչ էլ երևի թե անհանգստանան, ինչ է կոչվում տղամարդու մենոպաուզա, արդյոք դա կա թե ոչ, արդյոք դա անխուսափելի է թե ոչ եւ որ տարիքում է նորմալ այդ երևույթը համարվում։ Երկու բառով կմեկնաբանեք։ Իհարկե, եթե այսպես խոսենք, տարիքային դա տեստոստերոնի սեռական հորմոնների փոփոխություններն են։ Նվազում է մասնավորապես։ Նվազում իհարկե, եւ եթե խոսենք տարիքային տեստոստերոնի նվազման մասին, նշեմ, որ
պիկը տեստոստերոնի ամենաբարձր քանակը լինում է 20-ից 30-25 տարեկան հասակում, որից հետո տարեկան գնում է նվազում, դա բոլորի մոտ է այդպես, տարեկան մոտորապես 1-ից 2% տեստոստերոնի նվազում է տեղի ունենում, սա բնական ընթացքն է եւ բազմաթիվ այլ գենետիկ կամ այլ ապրելակերպի գործոններ պայմանավորված կարող են արդեն արագացնել այս process-ը։ Բժիշկ Քոչարյան, մենք շատ հաճախ լսեցինք տեստոստերոնի քանակի նվազեցումը։ Խնդրում եմ ասեք, արդյոք կան արտաքին տվյալի փոփոխություն, որոնք վկայում են այդ մասին։ Այո, տղամարդու մարմինը նույնպես խոսում է եւ ունենք ախտանիշներ, որոնք հստակ նշում են, որ ունենք այստեղ տղամարդկային հորմոնների տեստոստերոնի պակաս եւ հակառակը կանացի հորմոնների էստրոգենների ավելցուկ։ Ամենահիմնական արտաքին ախտանիշը դա տիպիկ որովայնային տիպի ճարպակալումն է, այսպես ասած փորիկի արկայությունը։ Այո։ Կամ ճարպի կուտակումը կրծքագեղձերի հատվածում տղամարդկանց գինեկոմաստիա։ Կարող է տեստոստերոնային դիսբալանսի մասին խոսել նաև մաշկի չորությունը, տոնուսի անկումը, մարմնի մազածածկույթի նվազումը, նոսրացումը, ինչպես նաև տղամարդու վճռական հայացքի բացակայությունը, որովհետև տեստոստերոնի դեֆիցիտի ժամանակ տեղի ունենում ստորին ծնոտի մկանների շրջանում տոնուսի անկում, որը բերում է տիպիկ տղամարդկային հայացքի բացակայությանը։ Շատ հետաքրքիր տվյալներ է ասում բժիշկը, ինձ թվում է հատկապես կանայք այս հատվածը մի քանի անգամ կլսեն, ու ավելի հետևական կլինեն, ինչի՞ չէ։ Հաջորդ հարցը, տեսեք, մենք խոսում ենք, որ տեստոստերոնի քանակը այո, տարիքային փոփոխությունների համընթաց ինչ որ առումով նաև նորմալ է, արդյոք դա միշտ միայն տարիքի մասին է խոսում, թե նաև ապրելակերպի հետևանք կարող ենք փաստել, գիտականորեն դա հաստատված է։ Նախ նշեմ, որ տեստոստերոնի մաքսիմալ քանակը ունենում ենք երիտասարդ 18-ից 25 տարեկան հասակում, որից հետո նորմայում ունենում ենք տարեկան 1-ից 2% նվազում, դա բոլորի մոտ, բոլոր տղամարդկանց մոտ։ Սակայն տարբեր գենետիկ առանձնահատկությունների կամ միջավայրի ապրելակերպի տարբեր բացասական ազդեցություններով տեստոստերոնի նվազումը կարող է արագանալ։ Եթե վերցնենք մեր հայաստանյան իրականության մեջ, ապա կուզեմ նշել այստեղ չբալանսավորված սննդակարգը։ Դա ածխաջրերով հարուստ սնունդն է, ֆաստ-ֆուդները, գազավորված ըմպելիքները, խորոված լավաշ համադրությունը, ի տարբերություն տարածված միֆին, որ շատ միս ուտող տղամարդը ավելի ուժեղ է լինում, այս պարագայում ոչ։ Շատ միս, խորոված միս, ճարպոտ միս, համեմված սպիտակ հացով, լավաշով, ալկոհոլով, որը անպակաս է մեր սեղաններից ու խնջույքներից, օրգանիզմում բերում է փոփոխությունների ճարպակալման հավելյալ, բերում է լյարդի ճարպակալման հեպատոզի, որի հետևանքով չեն վերանում տոքսինները, դա նույնպես նպաստում է տեստոստերոնի վատ արտադրությանը կամ քանակի ընկճմանը։ Ինչպես նաև հավելյալ ճարպակալումը բերում է, ինչպես նշեցի, հատուկ ֆերմենտի միջոցով տղամարդկային հորմոններից էստրոգենների արտադրությանը, նվազմանը եւ էստրոգենների արտադրությանը, եւ մյուս վատ սովորությունը հայ տղամարդկանց մոտ, որ առավոտյան նախաճաշը փոխարինում ենք մի բաժակ թունդ սուրճով եւ սիգարետով։ Այո։ Պետք է հասկանալ, որ դատարկ ստամոքսին, կոֆեինը եւ նիկոտինը դա իսկական ստրես է օրգանիզմի համար, մակերիկամների համար, որոնց կողմից արտադրվում է այդ ստրեսի հորմոնը կորտիզոլը եւ մեխանիզմը արդեն նշեցի, թե ինչպես է այն բերում տեստոստերոնի քանակի նվազմանը եւ եւս մեկ տարածված այսպես վատ սովորություն, որը նստակյաց կյանքի մյուս դրսևորումն է, դա անընդհատ մեքենայով շրջելն է։ Տնից մեքենայից օֆիս, հակառակը, բազմոց, ռեստորանի աթոռ, այսինքն եթե նույնիսկ գործը նստակյաց չի, ապա մենք մեր կենսակերպը սարքել ենք այնպես, որ նույնիսկ խանութը 200 մետր հեռավորության վրա մենք գնում ենք մեքենայով եւ այս անընդհատ նստած սեղմած վիճակը բերում է կոնքի օրգանների սնուցման խանգարման, ելի դրա մասին խոսում ենք։ Այս վատ սովորությունները, որ մեր հայաստանյան իրականության մեջ կա, իրականում բերում է հորմոնալ խանգարումների։
Իրականում մտածելի շատ տեղիք եք տալիս, այսօր մենք ազգային մշակութային նույնիսկ առանձնահատուկ ինչ-որ սովորույթներից լսեցինք, որ շատ վնասակար է, խորոված փարթիները բժիշկը այդքան չողջունեց, ինչ կասեք նաև քնի մասին, եւ ուզում եմ հուշել, որ վերջում մենք փորձենք մի քանի բառ խոսենք նաև այն դիագնոստիկ տեստերը, որը յուրաքանչյուր տղամարդ պիտի անցնի, եթե կարելի անդրադառնանք այս ապրելակերպի մեջ, նաև քնի որակը ինչքանով է կարևոր տղամարդու առողջության համար։ Շատ լավ, այստեղ էլ նշեմ, որ տեստոստերոնի արտադրությունը տեղի ունենում խոր քնի փուլում, գիշերվա ժամը 2-ից մինչև առավոտյան ժամը 6։ Այն տղամարդիկ, ովքեր քրոնիկ կերպով ունեն անքնություն, քնի ռիթմը խանգարված է, ընդհատումներով են քնում են լուսաբացին, այսինքն չունեն նորմալ քնի փուլեր, ունենում ենք տեստոստերոնի նվազեցում եւ հետաքրքիր փաստ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այս քնի ցիրկադային ռիթմի խանգարումը կարող է մոտավորապես 10-15%-ով իջացնել տեստոստերոնի մակարդակը։ Դա համապատասխանում է մոտավորապես 10-ից 15 տարով հորմոնալ առումով ծերացմանը, որովհետև նորմայում նշեցի, որ տարեկան պետք է 1% նվազի եւ մեկ շաբաթ վատ քունը 10-15%-ով կիջացնի հորմոնների մակարդակը։ Շատ հետաքրքիր է, շատ խնդրեմ նաև մեկնաբանեք ինչ հետազոտություններ կան, որոնք յուրաքանչյուր տղամարդ ուղղակի պրոֆիլակտիկ միտումից ելնելով պետք է կատարի տարեկան 1 անգամ։ Շատ լավ, այստեղ նույնպես որպեսզի չնի խորհուրդները շատ ծանրաբեռնված ավել խորհուրդներ չին, այսպես ասած, չծանրաբեռնեն նաև տղամարդկանց։ Սովորաբար առողջ կենսակերպով ապրող առանց գանգատների տղամարդիկ, երիտասարդ տղամարդիկ որպես այդպեսին հատուկ հետազոտությունների կարիք չունեն։ Բայց ապահովության համար խորհուրդ է տրվում ստուգել լիպիդային պրոֆիլը, հորմոնալ պրոֆիլը, գլյուկոզայի մակարդակը, շաքարի մակարդակը արյա մեջ, սեռապես ակտիվ կյանքով ապրող տղամարդկանց մոտ խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել սեռավարակները, հանձնել համապատասխան անալիզներ, իսկ ավելի տարիքով տղամարդկանց արդեն 45-ից հետո, երբ որ ունենք շագանակագեղձի այդքան տարածված խնդիրները, խորհուրդ է տրվում նաև կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն եւ ՊՍԱ անալիզը շագանակագեղձի առողջության համար։ Տեստոստերոնի մասին ինչ կասեք, որ դեպքում է տղամարդը ցանկություն ունենում, ուղղակի դա հանձնել էլի բուժզնման շրջանակներում, թե դա միշտ ցուցվում է բժշկի կողմից հատուկ, եթե կա հիմնավորում։ Եթե տղամարդը չունի գանգատներ, ունի սեռական նորմալ կյանք, չունի ծանրաբեռնվածություն, արտաքին տեսքը նորմալ եւ այն վերոնշյալ գանգատները, ախտանիշները չունի, ապա իմաստ չկա հավելյալ տեստոստերոն հանձնելու տարեկան կամ ինչ որ 2 տարի մեկ։ Շնորհակալ եմ շատ, որովհետև մեր զրույցից հետո շատ տղամարդիկ կմտածեն, այ գնանք մի հատ հիմա շտապենք տեստոստերոնի քանակ հանձնելու, հասկացանք, որ դրա հիմնավորումը եթե ձեր վարող բժիշկը չի տեսել, ապա դրա կարիքը չկա։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր բովանդակալի զրույցի համար, հուսամ մենք այս թեմային պարբերաբար կանդրադառնանք, դրա կարևորությունը ես տեսնում եմ։ Շնորհակալ եմ սիրելի հեռուստադիտողների ուշադրության համար, հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք տղամարդու առողջության մասին։ Բավականին շատ հետաքրքիր ինֆորմացիա ստացանք, իսկ մենք այժմ շարունակում ենք։